Գիտես, մեր Սպիրկյան այս միջավայրի մեջ շատ էր ինձ իսած են, որ Արարատը տեսանք, մնացինք։ Հետդ ինչպես եղավ։ Դարիքը ահավոր բան է, դարիքը երազներդ կհղգե, գաղապարներդ կփոխե, երտումներդ, սիրո խոստումներդ, խոստովանություններդ, հավատքդ վերադեսության կենտարգե, ձեր պիտի դիսես չէ, ուրիշ արժեքալ կա, հայրենիքն է, ինչքան պիտի ցկենք երտանք։ Լավ, պատերազմեն փախանք, սովեն փախանք, բանեն փախանք, բայց երբ որ արդեն գա որոշ ապրելու հնարավորություն ինչու ցկել երտանք։ Այդ ադեն ես զգացի, որ այդ ամբողջ խոսակցությունը, որ մենք դուրսը ունենանք, այդ ամբողջ հայրենիք, ազատություն, միացում, Արցախ, Հայաստան, խոսե։ Ես իմ այդ ռոբեին հոտ կեսած եմ այդ 1 միլիոն ժողովրդին հետ սպերունցքը սպարծացած անգախություն եւ Արցախ կպողան։ Շատ հետաքրքիր բարդ հարցում դուր պետք է բարձր մտածենք միասին ասմասին սակո։ Բարեկեցությունը կարևոր է, շատ կարևոր է։ Այսինքն չես հերքեր Ոչ չեմ հերքեր։ Որտեվ գիտես որ երկես սդախոս է։ Արցախը մեր գործընծնելը, Արցախի գորուստը, բարդությունը ահավոր բան է, որ որևէ մեկը չուզեր ադոր մեջ պատասխանատվություն ստանցել։ Ես կուզեմ առաջինը լալասել, որ ես ալ պատասխանատու եի այդ բոլորի մեջ։ Եկեք անգեղծ խոսենք։ Բարև ձեզ, եկեք անգեղծ խոսենք այսօր Ռաֆի Դուտակլյանին հետ է։ Ռաֆիին հետ մենք քննարկեցինք իր արմատներու պատկանելիության այն քաղաքներու մասին, ուր անցած է, ապրած է, եւ անշուշտ Հայաստանի նոր իրավիճակը, Հայաստանի հանդեպ սերը, հայության հանդեպ հավատարմությունը ու նաեւ աբակայի տեսլական։ Այս բոլորը Ռաֆի Դուտակլյանին հետ կացինք։ Անգեղծ խոսենք։ Բարև Ռաֆի։ Բարև։ Բարի եկած ես մեր դաղավար, ինչպես է դրամատությունը այսօր, ինչ էր, օրվա հունդ ինչպես էր։ Լավ է, շնորհակալ եմ նախ այս հրավերին համար, սակո, իսկ դրամատությունը ասեմ, մինչև այս օրերուն լավ էր, հիմա վաղը ցյուն պիտի կա, փոթորիկներ պիտի լա, որ կյանքիդ մեջ ասենք արագ փոփոխություններ չսիրելու հանկրվանը հասած եմ ես արդեն մեկ անգամ են բաղ, մեկ անգամ են դակ առաջ կվայելեինք արանք բաներ, բայց հիմա ավելի գայուն Ստրես կբաժարե Երևանի Մարախլաբադ արավոտը։ Չէ, ոչ Մարախլաբադ արավոտը, ինչքան այդ արավոտներու մեջ, այս վարորդներու խենթ ու խելար երթևեկությունը փողոցներուն վրա, որուն հետ ոչ միայն ստրեսը, այդ ներվային, այդ ճղային վիճակը, բանը լավ սկիզբ չլար, բայց հետո կմորցվի գերտը արդեն։ Գիտես Ռաֆի, երբ որ հետդ կխոսիմ, ինչպես շատ մուսալերցի հայրենագիցներու հետ զրույցներ կունենամ, առաջին հանգրվանը անջարը գլա։ Ինչ մնաց այդ անջարեն, ուրթուն գազմավորվեցար եւ ներգայություն դարձար, ապրեցար, հետո դարբեր քաղաքներ կացիր, ուր որ ալկացիր, քիչ մը անջար դարիր հետդ, այսպես ասենք, իրոք ինչ մնաց այդ քաղաքեն։ Տեսեք, Լիբանանի բادرազմը շատ ահավոր վատ աստեցություն ունեցավ Լիբանի համայնքին վրա ընդհանրապես, անջարն ալ գրնանք մեջ դնել, անջարը երևույթ բացարիք, շատ բացարիք երևույթ էր, ոչ միայն Լիբանանի մեջ, հայության մեջ ընդհանրապես անջարը եզակի իրողություն էր, եզակի երևույթ է եւ տեր է, ոչ առաջվան բանով, աստեցիկությամբ, տեր է Հիմա բادرազմին եւ այլն դնդեսական դժվարություններուն ժողովուրդը թողեց գնաց, անջարցիներուն մեծ մասն ալ թողեց գնաց, բայց անջարը ուրիշ հետաքրական բան ունի սակո։ Ամեն տարի երբ որ մուսալերան հերոսամարտը կդոնեն, անջարի հրաբարակը բաստարմը կտրվեր, մենք լերն ենք տագավին, թող կա տշնամին, թող ետ կա տշնամին։ Հիմա անջարը գրնալալ առաջվա փայլքը, հմայքը չունի Լիբանանի բادرազմներուն, դնդեսական դակնապներուն պատճառով ժողովուրդը թողած կասած է, բայց անջարցիներուն մեջ ад լերներեն վար չիչած, այսինքն բայկարի տրոշակը վար չտնող հատկությունը չէ մերած։ Անջարը իբրև գյուղ գրնալալ առաջվա չափ բնակիչ ալ չունենա, բայց անջարցիությունը
ինչ որ ցևով գենետիկ ձինապանական շարունակություն ունի սերունդ, որ հբարդության նաև աղբյուր է եւ երևի այդ է պատճառը, որ կշարունակվի այսպես։ Գիտես շրջանը եղավ, որ Ծեր սերունդը հատկապես ես գիշեմ վաղ բադանեկության օրերուն գարձեք անջարը արյունադար երակը դարձավ մեր նոր մտավորականության, որուն մեջ նաև քո անունդ կար եւ քո ընկերագիցներուդ կամ ընկերներուդ անունը կար, շատ մեծ երազներ կային այն ադեն եւ մտավորական ասածդ նաև հանձնարարությունը ուներ այդ բոլորին առընթեր Այսօր շատ բան փոխված է մեր կյանքի մեջ։ Քեզի համար այդ հանձնարարությունը ինչ է, ինչ կնշանակի։ Շատ հետաքրքիր բարդ հարցում դուր, պետք է բարձր մտածենք միասին աս մասին, Սակո։ Դες մեր ժամանակ, երբ որ մենք գազմավորվեինք Լիբանանի մեջ, անջարի մեջ ավելի բադանի երիտասարդ փոքր տարիքից մինչև այսպես ասած բադանեկան նախ երիտասարդական տարիքը երազները շատ ավելի մեծ էին մեր, քան նույնիսկ մեր երևակայությունը։ Հայաստանը ազատագրելու, Հայաստան աշխարհը վերստին հզոր դարձնելու, այսպես երազներ ունենք, ինչու որտեղ ենք ու կարադի, ուրիշ թեմա է, խոսենք, բայց մեր սերունդը, կարևոր մեկ հատված մեր սերունդն այդ ոգիով, այդ տրամադրությամբ, այդ երազներով մեծավ։ Հիմա ինչ մնաց այդ գաղափարական այդ շարժումներու մեջ մտնել ելնել են, ինչ մնաց այդ երազներ են, ինչ մնաց դարիքը ահավոր բան է, դարիքը երազներդ կհղգե, գաղափարներդ կփոխե, երտումներդ, սիրո խոստումներդ, խոստովանություններդ, հավատքդ վերադեսության գենտարգես, ուզես կամ չուզես, տարիքը գահասունցնե, գփապկացնե եւ ավելի իրաբաշխ կդառնաս։ Երևի այդ ամբողջ այդ գաղափարական, այդ հոգեվոր, մտավոր, այդ բոլոր շարժումներն մնաց հանձնարարությունը, դրական բան անելու։ Ու շրջաբադիտ մեջ, ու հայրենիքիդ մեջ, ու գյուղիդ մեջ կփոքրանա, որովհետև գանտրատարնաս, որ երիտասարդական խանդավառությունը եւ իրականությունը երբեմն հերույ են իրար մեջ։ Շատ քիչ կբադայի, որ երիտասարդական խանդավառությունը մեծ փոփոխություններ իրականացնի։ Օրինակի համար հայկական իրականության մեջ մեր տասական գուսակցություններուն հիմնադիրները ավանդական տասականը ճիշտ չէ, ճիշտ բառը ավանդականն ալ ճիշտ չէ։ Մեր գուսակցություններուն 19-րդ, 20-րդ դարում ստեղծված ուսակցություններում բոլորը 20-ականներու 30-ը չանցած մարդիկ էին, հիմնադիրները։ Հիմա մին այր միջին դարիքը բոլորին 60, 65 ուսակցություններու մեջ, բայց ժամանակին հիմնադիրները 30-ները հազիվ կամ հասեր էին, կամ չէին ասած։ Եվ իրենց երազները այնքան մեծ էր, եւ իրենք այնքան ուժեղ էին, որ գրցան մեծ ալիք ստեղծել փոփոխություններով։ Մեր սերունդի մեջ այդքան բախտավոր չեղանք մենք այդքան, բայց ունեցանք վերահասեցությունը մեր շրջաբադին վրա, ամեն մեկը իր չափով Ինչ մնալ հալածվեցակ։ Հալածվիլը, եթե չհալածվիս կյանքիդ մեջ, եթե քու նպատակդ բոլորին կոհասնել է, չես հալածվիր։ Եթե չես հալածված, ուրեմն տուն ավելի շատ սխալպան մգա։ Բիդի դերմը մարդիկ քեզի հարցակնեն։ Բիդի իրենց մտքերու մեջ փոթորիկ ստեղծվի։ Ինչու այսպես է ասում, ինչու այսպես կսե, ինչու։ Եթե չես կրնար այդ փոթորիկը ստեղծել, ուրեմն դու կգրկնես այն ինչ որ կա, նորություն չես ստեղծել։ Այն որ կփորձի նոր բան ասել, պիտի անպայման հալածվի։ Երևի մենք մեր ժամանակին փորձեր ենք նոր բաներ ասել, նոր բաներ կամ առնվազն հինը շղթել ուրիշ առաջարկներ կամ ավելցնել դերևս կամ ավելցնել եւ եթե ես հաջողեր եմ մարդոց մեջ ինչ որ չափով փոթորիկ ստեղծել իրենց մտքի մեջ, իրենց հոգի մեջ, բզդիկ քամի նույնիսկ թեկուզ եւ ուրեմն ոչինչ, հալածանքը արժի։ Անգերց խոսենք։
Բեյրութեն ելանք, կացինք Լոս Անջելես, հետո Կանադա, Սպիրկյան այդ փորձառությունը բավարարված ես այնինչ որ դվիր այնտեղ կամ կորձեցիր որոշ կառույցներու մեջ, օրաթերթ, բարբերական թերթ, կուսակցական կառույց, հետո դպրոց, որ բավական երկար ժամանակով ինչ մնաց այդ փորձառութենեն, ինչ կուտակեցիր եւ հիմա այսպես սպիրկին նայելով ինչ կմտածես, հաջող կվերադառնաս Լոս Անջելես, Կանադա, գիտեմ, ինչպես կդիտարկես Շատ դարօրինակ է, որովհետև հիմա եթե ասեմ հավանաբար շատ մարդոց խորտ թվի ասածս, բայց պետք չէ սխալ հասկանալ, պետք է կոնտեքստը, բարունակությունը հասկանալ։ Դարդ գնես, եթե սխալ հասկանալ։ Երբեն չէ, ուզեմ որ ճիշտ հասկանամ, որովհետեւ մտածենք միասին այդ մասին։ Օրինակ երբեք չեմ զգար, որ ես այդ համայնքներում մաս կգազմեմ այսօր։ Իրենց իրականությունները եւ իմ իրականությունս տարբեր են։ Ոչ թե սխալ են կամ ճիշտ են, տարբեր են։ Օրինակի համար խոսույթը նույնիսկ Հայաստանի մասին նույնիսկ խոսույթը, այն ինչ որ գա Լոս Անջելեսի մեջ, Տորոնտոյի մեջ, Բեյրութի մեջ, եւ այն ինչ որ ես գիտեմ Հայաստանի մեջ, լրիվ նույնը չեն։ Ոնդեղ շատ ավելի այսպես ասած վերացական մագարտակի վրա է, սկացական մագարտակի վրա է, ավելի շատ այսպես գաղապարական, գաղաբարված մոդեցումներու վրա է խոսույթը, երբ որ նույնիսկ Հայաստանին հայրենիքին վերապերի, քան ինչ որ ես այստեղ գաբրին, իմ իրականությունս եւ այնտեղի իրականությունը տարբեր է այլևս իրարն է, ոչ թե վատ է կամ կեշ, այլ տարբեր է, բարձրապես տարբեր է։ Հավանաբար, երբ որ ես ալ Սպիրկի մասին խոսիմ, իմ խոսույթս այստեղ տարբեր գրնա իրենց տվիլ եւ իրենց իրականության հետ շատ կապ չունենալ։ Բայց լավ բաներ իհարկե այնքան կան, նաեւ այնտեղ։ Օրինակ ամենին լավ բանը մենք դպրոց ստեղծեցինք Տորոնտոյի մեջ 8-րդն 10-րդ դասարանի վերածեցինք դպրոցը այդ խանդավառության բանով եւ այդ դպրոցային շրջանավարտներ այսօր իմ աշակերտներս այսօր կան որ Հայաստան տեղափոխված են եւ իրենց սորվածը դուրսի համալսարաններում դուրսի պրոֆեսիոնալ շրջանակներում մեջ Հայաստան բերած են դպրոցը հաջողած է իր առաքելության մեջ ուրիշ տեղեր դպրոցներ փակված են հադալ այլ իրականություն է որ չեն կրնալ ուր է Մելքոնյանը Լիբանանի մեջ 40-50 ամենօրյա վարժարանները ուր են օրինակի համար կամ Սուրիա փոփոխական հարապոփոխ իրավիճակի մեջ ենք տեղը զարգացում կա ուրիշ տեղը մեծ հետընթաց կա ուրիշ տեղը տանտաղ մահ կա ուրիշ տեղը տանտաղ աճ կա սա է կյանքը Վերադառնանք Հայաստան գիտես մեր Սպիրկյան այս միջավայրի մեջ շատեր ինձ ասած են որ Արարատը տեսանք մնացինք Հետը ինչպես եղավ Հայաստանի հանդեպ սերը ինչպես այսպես ամուր մնաց մեջդ, որովհետև շատեր եկած են, կորձած են, աշխատած են, աշխատանք մկդած են եւ վերադարձած են։ Շատեր հոգնած են, շատեր հոգնել է յետք ուզած են վերադառնալ ուր որ էին։ Քու բարակայդ այդպես չեղավ, դուն այսպես օրգանիկ գաբ մունեցար այս հողին հետ։ Արդյոք որովհետև դուն հողեն գուքայր անջարի պատմություններ արդյոք կամ Արարատը դեսար եւ հիացար։ Արարատը ով դեսա հիացա դի 1-2 շաբաթ 1 ամիս կդեսնես կյանաս, հետո սովորական երևույթ կդառնա ամեն օր կդեսնենք մենք, չէ՞, Արարատը այստեղ ուրախանանք կդեսնենք, բայց դա ռոբեական է։ Այո։ Չէ, ավելի է, այդ սիմվոլներն անտին բան մգա, նախ մեր ինչպես որ մեզ մեծուցած են, մեր գրթությունը, դաստիարակությունը, անջարի մեջ եւ այլն, մեր սերունդին գաղապարաբաշխությունը Հայաստանը մեր մեջ մենք դեռ Հայաստան չտեսած, Հայաստանին սիրարարված էինք, բողադոնական սերով, մեզի ինչպես գամուսնացնել մեգումը հետ առանց տեսածը լալու, այդեն ժամանակ այդպես մաներ գար չէ, մենք սիրելով եւ ամուսնացել էինք Հայաստանի հետ առանց տեսած լալու, այդ սերը գար առանց նույնիսկ տեսած լալու, ինչու մեր դաստիարակությունը անջարի մեջ, Լիբանի մեջ պատերազմը քաղաքացիական, մեզի շատ Լիբանի քաղաքացիական պատերազմը ասկայնական
հայկականություն, հայրենասիրությունը մեր մեջ բարձրացուց, ինչպես որ մյուս համայնքներում մեջ իրենց գրոնամալական, թե չգիտեմ լիբանանյան, լիբերալ, նույն ձևի մենք մեր շրջապատի մեջ, նաև մեր որոշ սերունդի մեջ կամ սերունդի ներկայացուցիչի մեջ զարգացավ այդ ազգայնականությունը, հայրենասիրությունը հայկական առումով 1988-ին է եկած եմ առաջին անգամ Հայաստան Երկրաշարժին առաջ սեպտեմբեր-հոկտեմբերին եւ այդ ադեն Ղարաբաղյան շարժումի թեժ օրերն էին եւ հրաբարակը միլիոնանոց ժողովուրդ ցեն, չգիտեմ եթե միլիոնանոց էր 750,000 կամ 1,000, բայց բազմահազար ժողովուրդ, 100,000-ներ գրնանք ասել, այդ ադեն այդտեղ առաջին անգամ դեսած եմ ինչպես շուրջ անկախություն գբորած, բացուկները բարձրացած եւ Ղարաբաղ եւ Արցախ միացում եւ այլն այդ ադեն ես զգացի որ այդ ամբողջ խոսակցությունը որ մենք դուրս ունենանք այդ ամբողջ հայրենիք ազատություն միացում Արցախ Հայաստան խոսե ես իմ այդ ռոբեին հոտ կեցած իմ այդ 1 միլիոն ժողովրդին հետ սպերունցքս բարձրացած անկախություն եւ Արցախ կբորամ եւ այդ օրը ես առաջի անգամ որ Հայաստան որոշել էի որ եթե ես ազատության, անկախության, հայրենիքի համար բայկարող եմ, ուրիշ տեղ չէ, հոսե։ Այսինքն Բուրչամուդի հրաբարակը չէր։ Ոչ Բուրչամուդի հրաբարակն է, ոչ Անջարն է, ոչ Լոս Անջելեսի ջաշկերույթ պարահանդեսներն են, կամ Տորոնտոյի եկեղեցական, բոլորը իրենց տեղը, բայց իրական հոսե։ Եվ ես որոշեցի որ անպայման Հայաստան մի կամ Ամերիկա կացի, Կանադա կացի, ուսանիլ, դպրոցի դնորեն եւ այլն Թիրախս Հայաստան կալներ եւ իրականություն դարձավ։ Իսկ խելքով եւ սիրտով սիրելու խնդիրները գփախին իրարու հետ Հայաստանի բարակային, որովհետեւ ենթադրենք որ տուն արևմուտք գաբրեիր շատ ավելի բարձր ամսական պիտի ստանայր իմասի ուզենք ճուզենք իրականություն մնա գրնայր շատ ավելի լավ ճաշտոմ ասենք հայմալություն չնենք բայց շատ ավելի բարեգեցիկ։ Գրնայ, ես այստեղ լավ ճաշտոն ունիմ, լավ գործ ունիմ, ունեցել եմ։ Ադի օգնեց որ Հայաստանը ավելի դանելի դառնա։ Օգնե որ անշուշտ, ով որ գսե չէ, ես նույնիսկ ես Գաբրիմ ասենք սոված Անդունի ադի սիրուն է, երբ որ նոր սիրահարված ես 20 տարեկանի նոր սիրած գսես աշխարհը մեկ կողմ, աշխարհը գմերցնեմ, ես ինձի գմերցնեմ, քեզ մեջ եմ պայքարի։ Ադի որոշ տարիք հետո երբ որ երեխա գմերցնես կարևոր է նվազագույն գայունությունը եւ ադոր համար բոլոր պետությունները բարեգեցության գծկտին որովհետեւ իրենց քաղաքացին ուրախը լավս կա բարեգեցությունը կարևոր է շատ կարևոր է այսինքն չես հերքեր այդ փաստը չեմ հերքեր որովհետեւ գիտես որ երգես դախոս է Հայաստանը զողողությամբ ապրելու այդ բանը զողողությունը գնես պատերազմներով ադեն գտիմանաս բայց դեռ ուկա որ դժվար գլա եթե հիվանդ է մարդը եթե անուտի է մարդը եթե անդուն է մարդը ինչ հայրենիք չէ արդեն ինքը անհայրենիք դարձած է կարևոր է գործը բան այդ բոլոր բայց այդ բոլորեն դա տեսեք Հայաստանի մեջ ժամանակին Հայաստանեն հերացողները աղքատներն էին այսինքն աղքատ չեմ ուզել այդ բառը օգտագործել այլ դժվարություն ունեցողները անոնք որոնք գործի խնդիր ունեին հաճ ճարելու խնդիր ունեին հետո եկավ անվտանգությունը երեխան պատերազմ եւ այլն հետո որոշ շրջան եւ մինչեւ այսօր կա նաեւ խավը որ բարեգեցիկ է բայց կուզե երթալ Հայաստանին եւ կերտա Եվ բարեգեցիկ կա, մարդիկ կա իրենց դունը գծախեն 1 միլիոն, 2 միլիոն դոլար իրերը և կերտան ուրիշ տեղ գապրին։ Բաջարը 1000 բաջար կպերեն, անվտանգություն, աբակա չի գա, աբակա գա, աս երգիր չլար, 1000 դեսակ։ Ամեն ինչ հասկանալի է, երբ որ գերտաս բادرազմեն գփախիս հատալ հասկանալի է։ Մարդիկա չեն գնար բادرազմի դիմանալ։ Աղքատուտենը գփախիս հասկանալի է, բայց երբ որ ամեն ինչ ունիս եւ գփախիս գերտաս երկրեն, արդեն ադեղը կնշանակե որ դու հայրենիքը սկիզբեն քուգը չէր։ Եվ սուդ է մնացած բաները։
սկիզբեն քու գտչեր այդ հայրենիք տուն որևէ մեկտեղ որ գտնաս երտալ այդ բարեգեցությունը թե տանի գաբրիս զգացումը եւ խելքը իրար գպախին եւ որ արդեն տուն գսկսիս ոչ Հայաստանը սիրել ոչ թե որ լավ գործունից կամ լավ գործունից կամ Հայաստանեն հերանալ ոչ թե վադ է կամ լավ է կամ այլ գսկսիս գաշի բրգելու մասին, մաշկը բրգելու մասին, հարստությունը բրգելու մասին։ Խելքը ոնք իջը գահախտ է, որովհետև իրականության մեջ մենք անվտանգ չենք ապրիր, աստարազա շրջանը ընդհանրապես շատ տարապոխի վրա է, մանավանդ հիմա։ Չենք գիտեր ինչ քրնալալ։ Ամբողջ ես չեմ խոսիր միայն Հայաստանի մասին։ Կարող է վաղը Իրանի վրա հարձակումներ լան, մենք աստվինք։ Կարող է Ադրբեջանի հետ պատերազմ լա, մենք աստվինք։ Դեր պիտի կա որ ըսկացումի դուրք պիտի դաս, պիտի ասես որ վերջավորության սա հայրենիք է։ Խելքը գլուխը մարդը պիտի տեսնի, չէ՞, աս բոլոր վտանգները որ կան եւ հագարակ որոշում անես պիտի երթան։ Բայց դերը պիտի կա որ պիտի ասես չէ։ Ուրիշ արժեքալ կա։ Հայրենիքն է։ Ինչքան պիտի ցկենք երթանք։ Լավ, պատերազմեն փախանք, սովեն փախանք, բանեն փախանք, բայց երբ որ արդեն գա որոշ ապրելու հնարավորություն ինչու ցկել երթան։ Փորձել բայկարել, ինչ որ բան բարելավել էլի։ Եկեք անգերց խոսենք։ Ռաֆիկ, գիտես, աս պատերազմը շատ մեծ կարծես հոգևոր երկրաշարժ մներ մեզի համար տունալ շատ կարճած է, սիրած է Արցախը, ինչպես ես, ինչպես ուրիշներ, բայց այդ փուլենի հետ կարծես ինչ որ գազམաքանդումը որ գլավոր եւ բարագդումը եւ ադելության խոսույթը չափ սահման չունին, այսինքն մենք ուր գերտանք այսպես քու գարձիկովդ։ Լավ չէ, այն ինչ որ ադելության խոսույթը, որ մեկը վույսին վա բոլորն ալ կանադոր մեջ, բոլորը անխդիր ադելության խոսույթը մեկ մարդու կամ երկու մարդու բան չէ, դա հավաքական է, խոսույթը երկկողմանի է կամ քարակողմանի է կամ բազմակողմանի է, բոլորը կան ադելության խոսույթը։ Այստեղ պետք է հասկանալ ինչու, այստեղ խնդիր այն է, որ մենք պատասխանատվությունն է խուսափելու խնդիր ունեն բոլորը։ Արցախը մեր գործընծնելը, Արցախի գորուստը, բարդությունը ահավոր բան է, որ որևէ մեկը չուզեր ադոր մեջ պատասխանատվությունը ստանցել։ Ես կուզեմ առաջինը լալասել, որ ես ալ պատասխանատու եի այդ բոլորի մեջ։ Ինչ որ բան ես սխալ արած եմ, չգիտեմ ինչ է։ Դու նույնսնալ բարդությունը 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի խնդիր չէ, բեդությունները կբարդվին։ Եվ այդ բեդության բոլոր բաղադրիչ մասերը իր ժողովուրդով, իր չգիտեմ ինչով, բարդության մեջ ինչ որ դերակատարություն ունի։ Իսկ ադելության խոսույթը կսկսի այն վարքյանին, երբ որ որևէ մեկը չուզեր պատասխանատվություն վերցնել, փոքր կամ մեծ պատասխան, եւ դիմացինին մեղադրել եւ տեսել որ ունես, իսկ եւ այդտեղ ինքը սկսի։ Մեծ սխալ չէ թերակնահատելը Հայաստանի տշնամիները եւ շատ մեծ սխալ է, մենք այդ սխալներու շուրջ այդպես գիտես կովերկեցինք մենք մեզ եւ տուն եւ ես ալ մասնակցեինք։ Այո, այդ սխալները Զեյթունը ադի ոչինչ ոգի համար, բայց ադիգա դիսկուրս չի գրնալ։ Դիսկուրս եւ մանավանդ քաղաքական վերլուծություն չի գրնալ։ Մենք չտեսանք այդ երդասարտական երբ որ գսեմ դարիքը շատ բան կսորվեցնի։ Մենք ադի չսորվեցանք նույնիսկ 50 դարիքին։ Թերաջ մնացինք քաղաքական հասունության իմաստով թերաջ մնացինք։ Գիտեք ինչ 2-3 հոդված գարտալով գուսակցական կամ ոչ գուսակցական մալունի մեջ քաղաքական գիտելիք չի բարձրանար։ Քաղաքական հոդարություն չես ունենար, դիվանակետ չես դառնար։ Այդ պետության դիմացի տշնամի հագարագործ մրցակից պետության իրողությունները չես հասկանար։ Շատ ավելի բարդ է հադի պետական ամբողջ համագարկ պիտի աշխատի այդ բոլորը հասկանալու համար եւ չի աշխատած այդ համագարկը մեր մոտ։ Ոչ մենք անհադավես ոչ էլ համագարկը չի աշխատած որ հասկանա մենք ուր ենք, ինչ ենք, ինչ դիրքի մեջ ենք աս բոլոր եղածներու մեջ։ Եվ հիմա ոչ ոք չուզեր պատասխանատվություն ստանալ։ Ինչու՞ չի աշխատած այդ համագարկը։ Ինչու մենք չենք հասկացած, որ ինչ պրոցեսներ է կանցնի այս տարածաշրջանը եւ երբ պիտի կա պատերազմի եւ ինչ կլինի, ինչու չենք հասկացած մենք։ Դե բոլորս պատասխանատու ենք։ Անգերց խոսենք։
Իդես բազմազավակ ընտանիքի հայրս եւ ադի շատ գեղեցիկ է հայ ընտանիքը ինձ համար ամենամեծ արժեքներն մեկն է, չսելու համար ամենամեծը։ Մեր հավաքական ընկերը Վայբերբերյանը գսե վեբի մեջ, որ հայրերը մեր միշտ իրենց զավակներուն թևերը գուտեն, որ զավակներ Իահը թրջունը դա վեբի մեջ։ Դու ինչպես կվարվիս զավակներուդ հետ, եթե իրենք փափակ ունենան Հայաստանեն հեռանալ, ինչ կլա արձականքը։ Տեսեք իմ դղաներս մեկը գուսանի արդեն դուրսը, ես բախտավոր եմ, թե տշպախտ եմ, չեմ գիտեր, ինքը օրինակ չի համագերբիր այդ դուրսի կյանքին։ Հիմա այդպես երկու տարի է, չի համագերբիր վարգյան առաջ կուզե վերադառնալ եւ իր գլխավոր մտահոգությունը, տեսեք, այստեղը շատ լավ է դա օրինակ է, որ ես ինչ գործ պիտի կամենեմ այնտեղ, գործ ունեմ, ապրեմ, որովհետեւ չի սիրեր այնտեղի կյանքը։ Ոչ թե վատ է կամ քեշ է, ինքը իր այլ չի մեր, ինքին չի կտա, հա, ինքը այլ ծևով կրտված մեծած է, ընկերական, սոցիալական, ընկերային այլ կյանք ունեցած է, անդել է իրան հարմար քարոզներով չեք մեծուցած բնականաբար կուզավակ։ Ես ընդհանրակ ես իմ մոդեցումս եղած է որ գիտեք ինչ մեկը ինձ չսորվեցուց ինչպես սիրել բան։ Մեկը ինձ արժեքներ տված են մարդիկ հարկել, գնահատել, հավատարիմ լալ, սորվել, տեսնել, չտավաճանել եւ աս բոլորը երբ որ ավելիով ընել մանավանդ երբ որ կու գտե։ Եթե դու ընտանիքդ, ընկերներդ, հայրենիքդ, թաղդ, փողոցդ, դունդ այդ մոդեցումը ունես բնական է որ կսիրես։ Բարին հասանք մեր պրոդյուսերը առաջարկեց արագ հարցումներու դարապ հետը տեսելու համար որ ավելի մեր ագընթիրը նաև ճանչնա Ռաֆի Դուդակլյանը սիրած գիրքդ եթե ասեմ ինչ կլսես Գաբրիել Գարսիա Մարկեզ 100 տարվա մենություն Եվ շատ արագ սիր միշտ այդ գիրքը վաշտած եմ Քրողը Դանիել Վարուժան Երաժիշտը Pink Floyd Ֆիլմը Shawshank Redemption Գրգրնես Shawshank Redemption Փախուստ Shawshank-ն Երգիրը Հայաստանն է Ուդելիկը լավ հայ ենք խորոված Եվ վերջինը այն մեծ հայը որուն անունը շուտով շուրթերոտ կու Արամ Մանուկյան Միանշանակ Վերջին խոսքդ մեր ագընտիրներուն ինչպես կուզես պագել այս հաղորդումը Սիրեցեք միմյանց ադելությունը ահավոր վատ բան է ահավոր թունավոր է թույները ներում սիրեցեք միմյանց Ադի իմ խոսքս չի ասի Այո բայց տուն կուզես այդ խոսքով պագել շնորհակալ եմ Ռաֆի այս անգեր զրույցին համար որ արիթ ունեցանք միասին գիսել Արկելի ագընտիրներ հյուրս Ռաֆի Դուդակլյանն էր անգեր խոսեցանք ավարտին հորտորս եւ նաեւ խնդրանքս է որ տարածեք մեր դեսանյութերը Like մսեղ մեկնապանեք անշուշտ միշտ հարկանքի սահմաններում մեջ եւ նաեւ հիշեցնեմ որ այս հաղորդումը անգարելի պիտի լար եթե չլար Կալուստ Գիլմենգյան հիմնարկության հայկական բաժանմունքի անմիջական նեցուգը Բարինացես